Let's pray and we will begin. Father, you have given us a new day in which we can share our lives together and learn better your word together. Տեր դու մեզ նոր օր ես տվել, երբ կարող ենք մեր փորձով կիսվել իրար հետ եւ քո խոսքով կիսվել։ Where by your spirit and through your word we can hear you speaking to us. Եվ քո հոգով ու քո խոսքով կարող ենք տեսնել, թե ինչպես ես խոսում մեզ հետ։ So open this day the ears of our heart that we might hear what you are saying to us. Բացիր մեր սրտի ականջները, որպեսզի լսենք այն, ինչ ունես ասելու մեզ այսօր։ So we want to say to you this morning, speak, Lord. Ուզում ենք այս առավոտ ասել քեզ խոսիր, Տեր։ Your servants are listening. Քո ծառաները լսում են։ And so we pray in Jesus' name. Աղոթում ենք Հիսուսի անունով։ Amen. Ամեն։ This morning we will begin in Psalm 19, so if you will get your Bibles open to Psalm 19. Այս առավոտ սկսել ենք 19-րդ Սաղմոսից, եթե կարող եք բացել 19-րդ Սաղմոսը։ And we will spend a good amount of time in Psalm 19. Բավականին երկար ժամանակ ենք անցկացնելու 19-րդ Սաղմոսի մեջ։ Because Psalm 19 in many ways is a template or paradigm for what we're doing in biblical counseling. Քանի որ Սաղմոս 19-ը շատ առումներով նմուշ կամ պարադիգմ է այն բանի, թե ինչ ենք անում Աստվածաշնչյան խորհրդատվության մեջ։ All that we do in biblical counseling is grounded on the sufficiency of the Bible as the Word of God. Այն ինչ անում ենք Աստվածաշնչյան խորհրդատվության մեջ, այն հիմնված է Աստվածաշնչի բավարարության վրա։ That's why I said yesterday on several occasions we have to settle that issue or we can't do biblical counseling. Ահա թե ինչու երեք մի քանի անգամ ասացի, որ այս հարցը պետք է լուծվի, այլ դեպքում չեն կարողանալ Աստվածաշնչյան խորհրդատվություն։ So Jonah, if you will read Psalm 19 for us. Հավնան կարդաս մեր համար 19-րդ Սաղմոսը։ Երկինքները հայտարարում են Աստծո փառքը։ Ու հաստատությունը նրա ձեռքերի գործերն է ցույց տալիս։ Օր-օրին հայտնում է խոսքը։ Ու գիշերը-գիշերին գիտությունը ցույց տալիս։ Չկան խոսքեր ու չկա լեզու, ու նրանց ձայնը լսելի չէ։ Ամբողջ երկրում լսվեց նրանց հնչյունը, ու մինչև աշխարհի ծայրը նրանց խոսքերը։ Նրանց մեջ արևի համար մի վրան կանգնեցրեց, որն իր արագաստից ելած Փեսայի է նման, հզոր մարդու պես իր ճանապարհը վազելով է ուրախանում։ Նրա ելքը երկնքի մի ծայրից է, իսկ նրա շրջանը մինչև նրա մյուս ծագերը, եւ նրա ջերմությունից ոչինչ չի կարողանում թաքնվել։ Տիրոջ օրենքը կատարյալ է, վերափոխում է հոգին։ Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, պարզամիտին իմաստուն է դարձնում։ Տիրոջ կանոններն ուղիղ են, սիրտ են ուրախացնում։ Տիրոջ հրամանը մաքուր է, աչքերին լույս է տալիս։ Տիրոջ եկյուղը սուրբ է, հավիտյան է մնում։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ ու միանգամայն արդար է։ Դրանք ոսկուց, իրոք, շատ փորձված ոսկուց ավելի ցանկալի են, մեղրից ու մեղրախորսքից ավելի քաղցր։ Քո ծառան դրանցով է խրատվում, ու դրանք պահելու վարձը շատ է։ Ով կարող է գիտակցել իր սխալները, մաքրիր իր ծածուկ մեղքերից, անձնապաստան մեղքերից նույնպես պահպանիր ծառայիդ, թող դրանք ինձ չտիրեն։ Այն ժամ ես անարատ կլինեմ եւ անմեղ, մեծ օրինազանցությունից։ Բերանից խոսքերն ու սրտից խորհրդածությունը թող քո առաջընթունելի լինեն, ով Տեր, իմ զորություն ու փրկիչ։ Ամեն։ So I hope by now the issue of the sufficiency of the Bible has been made clear to us. Հույս ունեմ, որ այս պահին արդեն Աստվածաշնչի բավարար լինելու հարցը մեր համար լուծել ենք։ And we walked yesterday through Psalm 119 and looked at verse after verse after verse that communicates the sufficiency of Scripture.
Երեք նայեցինք 119-րդ Սաղմոսին, խոսքի հետևից, որը որ մեզ փոխանցում է, ուրեմն հենց խոսքի բավարար լինելը։ And I just selected some verses. I could have read many more from Psalm 119. Այդ ուղղակի ընտրել եմ մի քանի համար, 119-րդ Սաղմոսից կարող է շատ ավելին կարդալ։ Now, what we have in Psalm 19 is in a way a mirror for what we have in Psalm 119. 19-րդ Սաղմոսում այնիշ տեսնում ենք ինչ որտեղ հայելի է այն բանը ինչ կատարվում է 119-րդ Սաղմոսում։ But it is much shorter, so we can look at it very carefully. Բայց այն շատ ավելի փոքր է, այնպես որ ուշադիր կերպով կարող ենք ուսումնասիրել այն։ I want to give you a quote from John MacArthur. Ջոն Մակարտուրից եմ ուզում մի մեջբերում տալ ձեզ։ John MacArthur, in many ways and on many issues, was a man ahead of his time. Ջոն Մակարտուրը շատ հարցերի շուրջ հայ կարծում եմ որ իր ժամանակից առաջ էր։ Biblical counseling in America did not begin to be practiced widely until the late 1970s. Աստվածաշնչյան խորհրդատվությունը Ամերիկայում լայնածավալ փորձառում չուներ մինչև 1970-ականները։ But early in the 1960s, MacArthur wrote a book about the pastor being counselor and about counseling being done in and through the church. Սակայն 1960-ականների սկզբին Մակարտուրը գիրք է գրել այսպիսի վերնագրով հովիվ որպես խորհրդատու եւ թե ինչպես պետք է խորհրդատվությունը ուրեմն գործածվի եկեղեցում։ And that was a novel idea to many people in churches in America. Դա շատ Ամերիկայի եկեղեցի գնացողների համար թարմ նոր գաղափար էր։ But he became increasingly frustrated by people in his own church who were not coming to the church for the help they needed emotionally, but were going to secular therapists. Բայց նա գնալով ավելի էր հիասթափվում են եկեղեցու անդամներից, ովքեր չեն գալիս եկեղեցի, փոխարենը գնում էին աշխարհիկ թերապիստների մոտ, որպեսզի օգնություն ստանան։ And one of the things he did in this book that he wrote was he unpacked verse by verse the meaning of Psalm 19. Բաներից մեկը, որն անում է այդ նշված գրքի մեջ, խոսք առ խոսք ցույց է տալիս Սաղմոս 19-րդի իմաստը։ And this is what he said about Psalm 19. Ահա թե ինչ է նա ասում 19-րդ Սաղմոսի մասին։ This passage is definitive in showing why psychology and other secular approaches to counseling Այս հատվածը վերջնական է ցույց տալու համար, թե ինչու հոգեբանությունը, ինչպես նաև այլ աշխարհիկ մոտեցումները խորհրդատվության are incompatible with biblical counseling. Անհամատեղելի են աստվածաշնչյան խորհրդատվության հետ։ So this is how he laid out Psalm 19. Ահա թե ինչպես է նա ներկայացնում 19-րդ Սաղմոսը։ There are 6 statements in Psalm 19, each of them contains 3 elements. Այստեղ կան 6 հայտարարություններ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 3 տարր։ Now here I'm talking about verses 7 through 11. Այստեղ կոնկրետ խոսքը գնում է 7-ից 11-րդ խոսքերի մասին։ There are 6 titles for scripture. 6 անուն ունի, հա, Սուրբ Գիրք, 6 անվամբ է կոչվում Սուրբ Գիրքը։ The scripture is called the law, the testimony, and the precepts. Վկայություն, կանոն։ The scripture is called the commandment, that which causes fear of God and the judgments. Դա այն կոչվում է պատվիրան, որ բերում է Աստծո վախը եւ դատաստանը։ There are 6 characteristics of scripture in these verses. Այս հատվածներում Սուրբ Գրքի 6 հատկանիշներ կան։ Scripture is perfect, it is sure, and it is right. Սուրբ Գիրքը կատարյալ է, հաստատ եւ ճիշտ։ It is clear, it is clean, it is true. Այն ներողություն ճիշտ է, հստակ, մաքուր եւ ճշմարիտ։ And 2 of these characteristics are found in each verse.
ամեն մի համարում գտնում ենք այս հատկանիշներից երկուսը։ There are 6 benefits of Scripture. Սուրբ Գիրքը 6 օգուտ է տալիս մեզ։ Number 1, it restores the soul. Առաջին այն վերականգնում է հոգին։ Number 2, it makes wise the simple. Այն պարզերին իմաստուն է դարձնում։ Number 3, it rejoices the heart. Երրորդ այն ուրախացնում է սիրտը։ Number 4, it enlightens the eyes. Չորրորդ այն լուսավորում է աչքերը։ 5, it endures forever. Հինգերորդ այն համբերում է հավիտյան։ And it is altogether righteous. Եվ ամբողջությամբ արդար է։ And there are 6 occurrences of the covenant name for God, the name Yahweh. 6 անգամ Աստված այստեղ դիմվում է իր ուխտի անունով, որ Եհովան է։ Thus we're reminded in this psalm 6 times that the word of God comes to us from the God of the word. Սրանով մեզ հիշեցում է 6 անգամ, որ Աստծո խոսքը հենց այդ խոսքի մեջ նշված Աստծուց է գալիս։ Now let's look at the substance of this psalm beginning with verses 1 through 6. Տեսնենք Սաղմոսի բովանդակությունը, 1-ից 6-րդ համարներից սկսելով։ The world is made by God in a way that reveals to every human being that he is God. Աշխարհը այնպես է ստեղծված Աստծո կողմից, որ բոլոր մարդկանց համար հստակ է, որ նա է Աստված։ If we read Romans chapter 1 verses 18 through 32, Եթե կարդանք Հռոմեացիների առաջի գլուխ 18-ից 32 համարները, God makes it clear as he speaks through Paul. Աստված Պողոսի միջոցով հստակ ցույց է տալիս։ And since I see you're turning there, why don't we all turn there? Լավ, տեսնում եմ, որ բացում եք այդտեղ, եկեք բոլորով բացենք։ This is a very important passage. Շատ կարևոր հատված է։ Verse 19 of chapter 1 of Romans. 19-րդ համարը առաջի գլխի Հռոմեացիների։ For what can be known about God is plain to them because God has shown it to them. Որովհետև այն, ինչ հնարավոր է իմանալ Աստծո մասին, հայտնի է իրենց, քանի որ Աստված ցույց տվեց նրանց։ For his invisible attributes, namely his eternal power and divine nature, have been clearly perceived ever since the creation of the world in the things that have been made. Նրա աներևույթ հատկությունները, այսինքն նրա մշտնջենավոր զորությունը եւ աստվածությունը աշխարհի արարչագործությունից սկսած բարձ երևում են, հասկացվելով այն բաներից, որ ստեղծված են, այնպես որ նրանք արդարացում չունեն։ So they are without excuse. Այսպեսով նրանք արդարացում չունեն։ And he's speaking here of every human being ever to occupy this planet. Խոսքը այստեղ գնում է ամեն մարդ արարածի մասին, որ քայլել է մոլորակի վրայով։ Verse 21 says, although they, speaking of all human beings, although they knew God, they did not honor him as God or give thanks to him. Այստեղ 21-ում խոսում է մարդկանց մասին, որովհետև Աստծուն չճանաչելով նրան որպես Աստծուն չփառավորեցին, ոչ էլ շնորհակալ եղան։ But they became futile in their thinking and their foolish hearts were darkened. Այլ իրենց դատողությունների մեջ ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Claiming to be wise, they became fools. Իրենց իմաստուն համարելով հիմարացան։ And exchanged the glory of the immortal God for images resembling mortal man and birds and animals and creeping things. Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդու, թռչունների, չոր քոտանիների եւ սողունների պատկերի նմանության հետ։ Now, at the beginning of this section that begins in verse 18, we didn't read verse 18. Այս հատվածը իրականում սկսում է 18-րդ համարից, որը չկարդացինք։
And what he says in verse 18 is that the creation makes clear there is a God. 18-րդ համարը ցույց է տալիս, որ արարչագործությունը հստակ հայտնում է, որ կա Աստված։ But in our sinful nature, we suppress the truth. Բայց մեր մեղավոր բնությամբ մենք ճնշում ենք ճշմարտությունը։ And the end result is that we exchange the truth about God for a lie. Եվ հետևանքը այն է, որ մենք Աստծո մասին ճշմարտությունը փոխում ենք ստով։ And we worship the creature rather than the Creator. Ու երկրպագում ենք արարվածին արարչի փոխարեն։ This means when, for example, we're doing biblical counseling and trying to help someone who is having emotional struggles, Սա նշանակում է, որ երբ անում ենք աստվածաշնչյան խորհրդատվություն ինչ-որ մեկի հետ ով ունի զգացմունքային խնդիրներ, and we recognize that every struggle has its root in our relationship with God. Եվ մենք էլ գիտակցելով, որ ամեն մի պայքար իր արմատում պարփակում հենց Աստծո հետ ունեցած հարաբերությունները, So these emotional struggles, in some sense and in some way, are always tied to sin. հետևաբար այս զգացմունքային խնդիրները ինչ որ կերպով կապված են միշտ մեղքի հետ։ And so we have to pray and work with the person, listen carefully for the sin. Պետք է աղոթենք ու աշխատենք մարդու հետ շատ ուշադիր, որպեսզի հասկանանք այդ մեղքը։ And typically, the overarching sin in every situation is idolatry. Եվ որպես կանոն այդ ընդհանրական մեղքը, որ տեսնում ենք բոլոր իրավիճակներում, դա կռապաշտությունն է։ Someone is worshiping either themselves, making more of themselves than they should, Ինչ որ մեկը կամ երկրպագում է իրենց, այսինքն ավելին է or մտածում they're իր մասին, քան worshiping կա, some other human being that's more important to them than that person should be. կամ ինչ որ այլ մարդ հարացի, որ ավելի կարևոր է իրենց համար, քան պետք է լինի իրականում, Or they are worshiping something, some object that's become more important to them. ինչ որ նյութական օբյեկտ, որ չափից ավելի կարևոր է դարձել իրենց համար։ Let me just give you one example of this that happens more than we know. Մի օրինակ տամ ձեզ, որ տեղի ունենում ավելի հաճախ, քան մենք գիտենք։ A person who professes to be a Christian is struggling inside themselves with emotions that are creating trouble in their lives. Ինչ որ մեկով դավանում է, որ քրիստոնյա է, իր ներսում զգացմունքային խնդիրներ ունի։ And so they start coming to a church and they really like the church. Դե գալիս են ինչ որ եկեղեցի, շատ հավանում են այդ եկեղեցին, But inside themselves they're thinking being in this church will fix my problems. բայց իրենց ներսում իրենք մտածում են, որ այս եկեղեցում լինելը կլուծի իմ խնդիրները։ And they come Sunday after Sunday and they engage in the worship of God and sit under the preaching and teaching of the Word of God. Գալիս են ամեն կիրակի, մասնակցում են երկրպագությանը, լսում են Աստծո խոսքի ուսուցանումը, քարոզը, And their problems get worse and not better. եւ իրենց խնդիրները լավանալու փոխարեն ավելի են վատանում։ Because the effective preaching and teaching of the Word of God, among other things, exposes our sin. Որովհետև Աստծո խոսքի հավատարիմ քարոզչությունը մնացած բաների հետ նաև բացահայտում է մեր մեղքը։ And if you were to talk with this person, what you would find is this person continues to attend worship, but they are finding problems with the church. Եվ ժամանակի ընթացքում կտեսնենք, որ այս մարդը չնայած շարունակում է գալ ծառայությունների, բայց ինչ որ խնդիրներ է գտնում եկեղեցու հետ։ Maybe it's some person in the church that they perceive not to like them, or maybe they're mistreating them in their understanding. Միգուցե իր պատկերացմամբ, ինչ որ մեկը իրան լավ չի պահում կամ իր հանդեպ լավ չի դրսևորում իրան։ Or typically they will blame the leadership, the pastors of the church. Կամ որպես կանոն մեղադրվում են եկեղեցու առաջնորդներն ու հովիվները։ But if you did biblical counseling with them, what you would discover is that they are idolaters.
Բայց եթե արվեր իրենց այդ խորհրդատվությունը Աստվածաշնչյան, կա հայտնաբերվեր, որ իրականում իրենք կռապաշտության մեջ են։ They had come to the church expecting that the church would fix them. Իրենք եկեղեցի էին եկել սպասելով, որ եկեղեցին կլուծի իրեն։ And when the church did not fix them, that to which they looked to give meaning to their life, Եվ երբ եկեղեցին չվերականգնեց իրենց այնպես, ոնց որ իրենք էին ուզում, they blamed the church. իրենք եկեղեցուն են մեղադրում դրա համար։ So they began to be infrequent in their attendance. Ոստի սկսում են ավելի քիչ հաճախականությամբ գալ։ And a member of the church reaches out to them and they begin to share all the problems they have with the church. Եվ օրինակ եկեղեցուց ինչ որ մեկը կոնտակտի է դուրս գալիս, սկսում են կիսել բոլոր խնդիրները, որ ունեն եկեղեցու հետ։ And instead of us recognizing that they have deeper problems than the blame shifting they're doing to the church, Եվ փոխարենը հասկանանք, որ իրենք ունեն ավելի խորը խնդիրներ, հա, քան եկեղեցուն ուղակի մեղադրելը, մեղքը գցելը եկեղեցու վրա։ we can typically seek to resolve their complaints so they will feel better. Որպես կանոն փորձում ենք իրենց բողոքներին ինչ որ ձևով լուծում տալ, հա, որպես իրենք ավելի լավ զգան իրենց։ And it never works Երբեք դա չի աշխատում։ because their problems cannot be fixed by either the leadership or the members of the church. Որովհետև ոչ եկեղեցու անդամները, ոչ էլ առաջնորդները կարող են լուծել իրենց խնդիրը։ Because they have been most likely through a series of situations where they've looked for someone outside themselves to make them feel better about themselves. Քանի որ իրենք բազմաթիվ իրավիճակների մեջ են եղել, որտեղ փորձել են այնպես անել, որ ինչ որ ուրիշ մեկի միջոցով իրենք ավելի լավ զգան իրենց։ They're looking from the world for what only God can do. Այսինքն սպասում են աշխարհից ինչ որ մի բան, որ միայն Աստված կարող է տալ։ And so they are among those who have exchanged the truth of God for a lie. Հետևաբար իրենք էլ այն մարդկանց մեջ են, ովքեր Աստծո ճշմարտությունը փոխարինել են ստով։ And they have begun to worship the creature, some human being or human thing, rather than the Creator. Ու սկսել են երկրպագել մարդկային ինչ որ բան կամ ինչ որ մարդու փոխարենը Աստծուն պաշտել։ But the psalmist wants us to know clearly God makes himself known in the world that he has made. Բայց Սաղմոսերքուն հստակ ուզում է ցույց տալ մեզ, որ Աստված իր ստեղծած աշխարհում մեզ հստակ ցույց է տալիս իրեն։ So he says in verse 1, the heavens declare the glory of God. Նա ասում է առաջին համարում հենց որ երկինքները հայտարարում են Աստծո փառքը։ So the world that God has made reveal his presence in the world and his power. Ոստի երկիրը, որ Աստված ստեղծել է, ցույց է տալիս իր ներկայությունը եւ իր զորությունը։ Creation shows us his majesty and his mightiness. Առաջագործությունը ցույց է տալիս նրա մեծությունը եւ ուժը։ We see in God's creation his sovereignty and his significance. Աստծո արչագործության մեջ տեսնում ենք նրա սուվերենությունը եւ նրա նշանակալիությունը։ So we know at least this much from creation. We know that there is a God. Գոնե այսքանը գիտենք, հա, արչագործությունից, որ ցույց է տալիս, որ կա Աստված։ I was reading early this morning from John Calvin, and Calvin says, I'm not sure I agree, but he says that we not only can know that there is a God from the world, we can know what kind of God he is. Եվ Ժան Կալվինից է կարդում այսօր առավոտյան, չգիտեմ համաձայն եմ իր հետ թե չէ, բայց ասում եմ մենք ոչ միայն արչագործությունից կարող ենք իմանալ, որ կա Աստված, այլ նաև կարող ենք իմանալ, թե ինչպիսի Աստված է նա։ And he says we can know that he is a powerful God, but he's also a beautiful God. Նա ասում եմ կարող ենք տեսնել, որ նա զորավոր Աստված է, բայց նաև գեղեցիկ Աստված է։ And we can know that he is great in his majesty, but that he is also good in his kindness. Որ նա մեծ է, հա, իր վեհությամբ, ինչպես նաև բարի է։ And again, what I was taught for years is that
when we look at the world, we know that there's a God. I had never been taught we can know what kind of God He is. Կրկին ես միշտ լսել եմ, հա, որ աշխարհից կարող ենք իմանալ, որ կա Աստված, բայց երբեք այս գաղափարը, որ ինչպիսի է Աստվածը, դա նույնպես կարող ենք իմանալ բնությունից։ But perhaps that's true. Բայց միգուցե դա ճիշտ է։ I was thinking yesterday, I've enjoyed immensely every day after class. When I get to the home, I go for a long walk. Ինձ շատ եմ վայելում այս բարեր, որ դասից հետո տուն եմ գնում, դուրս եմ գալիս քայլելու։ And as I was walking yesterday, I was praising God for all of the beauty that was around me. Երեկել քայլելուց փառք էի տալիս ուղղակի Աստծուն ամբողջ գեղեցկության համար, որ կար իմ շուրջը։ And I walked yesterday in a new place. Երեք նոր տեղով էի քայլում։ And the sidewalks were very wide. Մայթերը շատ լայն էին։ And they were very flat. Տափակ էին։ And people were out, moms with their children. Երեխեք էին, մամաներ երեխեք հետ դուրս էին եկել։ And people in conversation with each other. Ժողովուրդը զրուցում էին իրար հետ։ And the wind was blowing. Քամի էր փչում։ And all of that to me was a wonderful expression of the kindness of God. Այդ ամենը իմ համար հիանալի արտահայտում էր Աստծո բարության։ Now, I say that about the place you live, but you live here. Ասում եմ ես մի տեղի համար, հա, որտեղ դուք ապրում եք, բայց դուք էստեղ ապրում եք ամեն օր։ And one of the things that can happen to us is that we grow accustomed to the beauty of God that's around us. Բաներից մեկը, որ տեղի ունենում մեր հետ, այսպես սովորում ենք մի տեսակ Աստծո ստեղծածի գեղեցկությանը։ And we take it for granted as if this is the way it is everywhere. Եվ վերցնում ենք, որ դա այդպես էլ պիտի լիներ։ But God has created the world in such a way that He does make it so that every human knows there is a God. Սակայն Աստված այնպես է ստեղծել աշխարհը, որ ամեն մի մարդ արարած գիտի, որ կա Աստված։ This revelation in the creation is commonly called general or natural revelation. Այս հայտնությունը, որ տեսնում ենք բնության մեջ, սովորաբար կոչվում է ընդհանուր հայտնություն։ And it brings with it the wonderful gift of what is called common grace. Եվ բերում է այն հասկացողությունը, որ ասված է ընդհանուր շնորհ։ So that we can enjoy the benefits of many good gifts that God has brought into the world. Որպեսզի մենք կարողանանք վայելել այն բոլոր լավ պարգևները, որ Աստված ստեղծել է աշխարհում։ And God intends us to enjoy them. Ու Աստված մտադրված է, որ մենք վայելենք դրանք։ He doesn't intend for us to abuse them or exploit them, but to enjoy them. Նրա մտադրությունը չի, որ մենք շահագործենք, չարաշահենք այդ ամենը, բայց վայելենք դա։ I was thinking again yesterday when I was out. Կրկին երբերեք դրսում էի, մտածում էի, that one of God's good gifts is our technology that we have. որ Աստծո բարի պարգևներից մեկն է նաև տեխնոլոգիան, որ մենք ունենք։ When I first started going on trips overseas to preach and to teach and to work with churches, Երբ օվկիանոս ցանկում հայ երկիրներ էի գնում, որ քարոզան ու ուսուցանամ, there were no such thing as cell phones. հեռախոսներ դեռ չկային այնտեղ։ We did not have the ability to communicate in the way that we have now. Մենք չունենք հնարավորությունը հաղորդակցվելու այնպես, ինչպես կարող ենք հիմա։ There was no WhatsApp or Messenger. Չկար WhatsApp կամ Messenger։ So for the first 5 or 6 years when I was traveling, when I left my home, I did not speak with my wife or children until I got back. Ստե այդ առաջին 5-6 տարիների ընթացքում, երբ դուրս եի գալիս ճամփորդության, մինչև հետ գալի ես չէի խոսում իմ կնոջ կամ երեխեքիս հետ։ Now my wife and I are able to talk every day. Բայց հիմա ես ու կինս կարող ենք զրուցել իրար հետ ամեն օր։ And that's one of the things that if I'm not careful, I can take for granted. This is just the way it is. Դա էլ բաներից մեկն է, որ կարող եմ ընդունել, որ այդպես էլ պետք է լիներ դա։ But it's a good and kind gift from God.
բայց դա նույնպես բարի եւ լավ պարգև է Աստծոց։ The world that God has made reveals knowledge of God, that this God is speaking to us through His world. Աշխարհը, որ Աստված է ստեղծել, բացահայտում է Աստծո գիտությունը։ David says in verse 2, day to day pours out speech, and night to night reveals knowledge. Դավիթն ասում է երկրորդ համարում այստեղ. օրը օրին հայտնում է խոսք եւ գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։ The stars and the moon are not just there, they are speaking. Աստղերը եւ լուսինը ուղղակի կանգնած չեն, իրենք խոսում են։ And they're speaking to us of the majesty of God. Եվ իրենք խոսում են Աստծո մեծության մասին։ I forget what night it was, but one of my nights here I walked out on the balcony and the moon was absolutely beautiful. Չեմ հիշում երեկոներից որ մեկներ, բայց մի երեկո ստեղ որ դուրս եկա բալկոն, լուսինը շատ գեղեցիկ էր։ And I just meditated and I reflected on this wonderful gift from God. Մտածում եմ, խորհրդածում եմ, հա, Աստծո հրաշալի նվերի մասին։ I took what I thought was a really good picture of the moon. Ինձ մի հատ նկարացի, ինձ թվում է շատ լավ նկար եմ արել։ And then Martin came out on the balcony and he had some, I don't know what kind of phone he has, but he was able to see, he was able to get a picture of just, it was an incredible picture of the moon. Հետո Մարտուն եկավ, չգիտեմ ինչ առախոս օգտագործում, բայց շատ ուժեղ նկարարեց լուսնի։ It was in great detail. It's beautiful. Դետալները սիրուն երևում են շատ։ So he sent it to me and I sent it to my family and Այդ նկարը ուղարկեցի ինձ, ես էլ ուղարկեցի տնեցիքին։ I look at verses 3 and 4. Նայեք 3-րդ եւ 4-րդ համարները։ He says there is no speech nor are there words whose voice is not heard. Their voice goes out through all the earth and their words to the end of the world. Չկան խոսքեր եւ չկա լեզու, նրանց ձայնը լսելի չէ։ Ամբողջ երկրում լսվեց նրանց հնչյունը եւ մինչեւ աշխարհի ծայրը նրանց խոսքերը։ The world that God has made shows us the power of God in His providence. Աստծո ստեղծած աշխարհը ցույց է տալիս նրա զորությունը եւ նրա ապահովումը։ There's a order to the world that God has made. Կարգ ու կանոն կա այն բանի մեջ, թե ինչպես Աստծո ստեղծել աշխարհը։ Night follows day, day follows night. Օրին հետևում է գիշերը, գիշերից հետո էլ գալիս է օր։ The sun visible during the day, the moon and stars at night. Ցերեկը երևում է արևը, գիշերը լուսինը եւ աստղերը։ So David writes at the end of verse 4 and into verse 5 through verse 6 these words. Դավիթ հետևյալ խոսքերն է ասում 4-ից 6-րդ համարներում։ In them he has set a tent for the sun, which comes out like a bridegroom leaving his chamber, and like a strong man runs its course with joy. Նրանց մեջ արևի համար մի վրան կանգնեցրեց, որն իր առագաստից ելած փեսայի նման հզոր մարդու պես իր ճանապարհը վազերով է ուրախանում։ Its rising is from the end of the heavens and its circuit to the end of them, and there is nothing hidden from its heat. Նրա ելքը երկնքի մի ծայրից է, իսկ նրա շրջանը մինչև մյուս ծագերը, եւ նրա ջերմությունից ոչինչ չի կարողանում թաքնվել։ So God is showing us something of Himself in the order that exists in creation. Աստված ինչ որ բան է հայտնում իր մասին այս կարգ ու կանոնի միջոցով, որ տեսնում ենք արժեքորդության մեջ։ A pattern that is repeated day after day. Մի օրինաչափություն, որ կրկնվում է օր օրի վրա։ Now look at verses 7 through 9 and let's look at the substance of those verses. Մենք 7-ից 9-րդ համարները տեսնենք այդ համարների բովանդակությունը։ And with verse 7 we turn from what theologians call, we turn from general revelation to special revelation. 7-րդ համարից սկսած արդեն ընդհանուր հայտնությունից գալիս ենք հատուկ հայտնության, հա, աստվածաբանական տերմինը։ And by God's design, when He wants to show us
what kind of God he is, he speaks through the Bible. Ըստ Աստծո նախագծի, երբ նա ուզում է ցույց տալ, թե ինչպիսին է, նա մեր հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով։ And we've already seen he shows us 6 things about himself. Արդեն տեսանք, որ նա 6 բան է ցույց տալիս իր մասին, 6 things about himself as revealed in the Word. 6 բան այնպես ինչպես որ դա ներկայացված է խոսքում։ So the Word of God shows us a God who is perfect, who revives our soul. Աստծո խոսքը ցույց է տալիս մեզ Աստծով կատարյալ է եւ վերականգնում է հոգին։ The Word of God is sure and it makes wise the simple. Աստծո խոսքը վստահելի է եւ այն բարձին իմաստուն է դարձնում։ The Word of God is right, it brings joy to our hearts. Աստծո խոսքը ճշմարիտ է, այն սրտին ուրախություն է պարգևում։ The Word of God is pure, it enables us to see properly. Աստծո խոսքը մաքուր է, այն օգնում է որ մենք տեսնենք նորմալ։ The Word of God is clean, it is eternal and unchanging. Աստծո խոսքը մաքուր է, այսինքն հավերժ եւ անփոփոխ։ The Word of God is true, it is totally right, and it brings us complete righteousness. Աստծո խոսքը ճշմարիտ է, այն լիովին ճիշտ է եւ բերում է մեզ լիակատար արդարություն։ So we can trust the Word of God. Ոստի մենք կարող ենք վստահել Աստծո խոսքին։ And all of this is laid out for us in verses 7 through 9. Այս ամենակրկին ներկայացված է մեզ համար 7-ից 9-րդ համարներում։ Now let's look at verses 10 through 11 and look at the substance there. Հիմա նայենք 10-ից 11-րդ համարների բովանդակությունը։ This is what I believe God wants us to see. Կարծում եմ սա է ուզում որ Աստված ուզում որ տեսնենք։ And there are 4 things here. Այստեղ 4 բան կա։ When we understand what the Word of God is, Երբ մենք հասկանում ենք թե ինչ է Աստծո խոսքը, we will desire it more than the most valuable commodity in our culture. մենք կցանկանանք այն ավելին, քան ամենաթանկարժեք նյութը մեր մշակույթում։ It will be that which dominates all of our desires. Սա կլինի մի ցանկություն, որ դոմինանտ է մեր մյուս ցանկությունների վրա։ We want to know God through His Word. Ցանկությունը իմանալու Աստծուն իր խոսքի միջոցով։ And we want to understand what God is saying to us through His Word. Ու ցանկանալ իմանալ այն, թե ինչ Աստված մեզ ասում իր խոսքի միջոցով։ One of the things that God does for us when we first become Christians Բաներից մեկը, որ Աստված անում է մեզ համար, երբ ապաշխարում ենք, is that He gives us either a new hunger for His Word or He gives us a renewed hunger for His Word. Նա մեզ տալիս է նոր փափաքախց իր խոսքի համար կամ վերականգնում է այն քաղցը, որ ունենք մի ժամանակ։ For example, in my own life, not being raised in a Christian home by Christian parents, Իմ կյանքում դե չեմ ես մեծացել հոգևոր ընտանիքում, հոգևոր ծնողների կողմից։ before I became a Christian, I had never read the Bible. Մինչև Քրիստոսին գալը ես երբեք չէի կարդացել Աստվածաշունչը։ I did not own a Bible. Չունեել Աստվածաշունչ։ I was fundamentally stupid about what the Bible was. Ֆունդամենտալ առումով հիմար էի, այն առումով թե Աստվածաշունչը ինչ է ներկայացնում իրանից։ The first Bible I owned, somebody gave to me, and it was a New Testament. Առաջի Աստվածաշունչը որ ունեի, ինչ որ մեկն էր նվիրել ու նոր կտակարանն էր միայն։ And it took me several weeks to figure out there was more to the Bible than my New Testament. Մի քանի շաբաթ տևեց որ ջոկեմ, որ այս ամբողջը չի ավելին կա Աստվածաշունչի մեջ։ You can't imagine how excited I was when I found out that I just had a part of the Bible, not the whole Bible. Պատկերացրեք ինչքան ողջավորված էր որ այս ընդհանրապես մի մասն է, հա, ամբողջ Աստվածաշունչը չի։ And I devoured the Bible. I was so hungry for it. Խժռում էի Աստվածաշունչը, այնքան քաղց ունեի։ This is given to us by the Spirit of God. Սա մեզ տրվում է Աստծո հոգու միջոցով։ And
when we understand what the Bible really is, we get even hungrier for it. Եվ երբ հասկանում ենք, թե ինչ է իրականում Աստվածաշունչը, ել ավելի քաղց ենք զգում դրա համար։ We not only desire it, we want to consume all of it. Ոչ միայն ցանկանում ենք, այլ ուզում ենք այդ ամբողջը սպես ներս անել, հա։ David says at the end of verse 10, it's sweeter to us than honey and the drippings of the honeycomb. Դավիթը 10-րդ համարում ասում է ավելի մեղրից ու մեղրախորիսից ավելի քաղցր են։ We don't want just a taste of it, we want to consume it. Մենք չենք ուզում միայն համառնել, այլ ուզում ենք ուտել դա։ And then David says that the word of God is given to us to warn us. Այնուհետև Դավիթը ասում է, որ Աստծո խոսքը տրված է, որպեսզի զգուշացնի մեզ։ Verse 11, the first part, moreover by them is your servant warned. 11-րդի առաջին մասը քո ծառան դրանցով է խրատվում։ But in the end he says of verse 11, in keeping them there is a great reward. Սակայն հետո ասում է, որ դրանք պահելու մեջ բարձը շատ է։ The word that is translated keeping is a very important word in the Old Testament. Այս բառը, որ թարգմանված է պահել, շատ կարևոր բառ է 5 տակարանում։ It means first of all to guard something, to protect something. Առաջինը նշանակում է պահպանել, պաշտպանել ինչ-որ մի բան։ And then it points toward obedience. Եվ նա ցույց է տալիս հնազանդություն։ So in a way this word points us to knowing the word of God. Այս բառը մեզ հղում է Աստծո խոսքը իմանալու and then doing the word of God. Եվ Աստծո խոսքը կատարելու։ And we are called by God to keep his word. Մենք կանչված ենք Աստծո կողմից պահելու նրա խոսքը։ To know it and to do it. Իմանալ այն եւ կատարել այն։ And the reason I say it's important is it shows up in Genesis chapter 2 first. Պատճառը թե ինչու է սա կարևոր այն է, որ տեսնում ենք այս բառը Ծննդոց 2-րդ գլխում։ And God put Adam in the garden Եվ Աստված երբ Աստված դրեց Ադամին պարտեզում, to work it աշխատել է այնտեղ եւ պահել այն։ And that word keep has the same meaning there that it does in Psalm 19. Պահել բառը նույն իմաստն ունի այնտեղ, ինչ որ ունի այստեղ 19-րդ Սաղմոսում։ Let me give you the exact verse where that's found. Там ձեզ կոնկրետ համարը հա թե որտեղ են գտնում դա։ 15 to 15. There it is, verse 15. To work, and the Lord God took the man, put him in the Garden of Eden to work it and to keep it. 15-ը Տեր Աստված առավ մարդուն դրեց Եդեմի պարտեզում, որ նա մշակի այն ու պահի։ So what he is to do is to guard the garden Ուստի ինչ պիտի անի, նա պիտի պահի պահպանի պարտեզը։ so that nothing corrupt enters the garden. Որպեսզի ոչ մի փչացած բան չմտնի այնտեղ։ And he is to do that by listening to and obeying the word of God. Եվ նա պիտի անի դա Աստծո խոսքը լսելով ու պահելով։ And what we learn is that Adam did not do what God commanded him to do. Եվ ինչ ենք սովորում այստեղ, որ Ադամը չարեց այն, ինչ Աստված պատվիրել էր իրեն։ He did not protect his wife from the seduction by the serpent because he ignored the word of God. Չպաշտպանեց իր կնոջը սատանայի կայթակղությունից because he ignored քանի որ նա անտեսեց Աստծո խոսքը։ So what I want you to I want to look at the substance of the last verses. Ուզում եմ նայենք վերջին համարների բովանդակությունը։ The last verses of this psalm are verses 12 through 14. Վերջին համարները 12-ից 14-ն է։
And here is where the application comes. Այստեղ ենք տեսնում կիրառությունը։ So we're thinking about biblical counseling, Երբ մտածում ենք Աստվածաշնչյան խորհրդատվության մասին, and this passage shows us that we can depend on the Word of God. It is what we need. այս հատվածը ցույց է տալիս, որ կարող ենք կախված լինել Աստծո խոսքից, որովհետև դա այն է, ինչ մեզ պետք է։ And when we use the Bible in counseling, it leads us into four things. Ու երբ օգտագործում ենք Աստվածաշնչի խորհրդատվության մեջ, այն մեզ 4 տեղ է տանում։ First of all, it leads us into the recognition of our sin, Սկզբում այն տանում է մեր մեղքերի ճանաչմանը, so that whomever we are working with, we can know the root cause of whatever the stated issues are is sin. ում հետ էլ որ աշխատենք եւ ինչ խնդիր էլ նա ասի, հա հայտարարի, գիտենք, որ դրա արմատական պատճառը ի վերջո մեղքն է։ Counseling, biblical counseling, is like peeling back the layers of an onion. Աստվածաշնչյան խորհրդատվությունը նման է մաքրած սոխի այդ շերտերը հետ դնելու։ So you buy an onion at the market and it has this outside that you've got to peel off. Սոխ երբ որ առնում ենք խանութից, շերտերը կա, որ պետք է մաքրենք դրանք սկզբում։ And then when you slice the top of that onion, you see it's got many layers that keep moving toward the center. Երբ որ այդ վերևի պոչը կտրում ես, տեսնում ես, որ իր ներսում էլ կան շերտեր։ That's what biblical counseling is like. Դա Աստվածաշնչյան խորհրդատվությունը նման է սրան։ And no person in the first session of biblical counseling is going to expose the full reality of their sin. Չկա այնպիսի մարդ, որ առաջի խորհրդատվության առաջի սեսիայի ժամանակ իրենց ամբողջ մեղքայր խորությամբ կբացահայտի ձեր առաջ։ That's why biblical counseling requires lots of patience and lots of persistence. Ահա ինչու է սրա համար Աստվածաշնչի խորհրդատվության համար անհրաժեշտ համբերություն, ինչպես նաև համառություն։ When I have a sore throat and I need to go to the doctor, Երբ որ կոկորդս ցավում է ու պետք է գնամ բժշկի մոտ, I go to the doctor knowing that I'm going to walk out with some medicine that will make me feel better. Գիտեմ, որ նա տալու է ինձ, երբ որ դուրս գամ, տալու է ինձ ինչ-որ տեղեր, որոնք կօգնեն ավելի լավ զգալ։ Biblical counseling does not work that way. Աստվածաշնչյան խորհրդատվությունը այս կերպով չի աշխատում։ Sometimes it takes weeks or months to listen to and learn from a person to get to the core of the issue. Երբեմն շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ են պետք է, որ լսես այդ մարդուն, որպեսզի խնդրի էությունը հասկանաս։ Now I need to say this. Պետք է ասես։ Sometimes people do not know what their sin is. Երբեմն մարդիկ չգիտեն, թե որն է իրենց մեղքը։ And they have gotten so accustomed to living a certain way that they have no way of knowing how to identify their sin. Այնքան են սովորել ինչ որ կերպ ապրելուն, որ ուղղակի տարբերակ էլ չունեն իրենց մեղքը բացահայտելու։ So that is why it takes time and investment and hard work and lots of prayer to do biblical counseling. Ահա ինչու ժամանակ ներդրում, լիքը աշխատանք եւ աղոթք է պետք է, որպեսզի իրականացնենք Աստվածաշնչյան խորհրդատվություն։ And that's why it is true that not everybody is called to do it. Ու դրա համար է ճշմարիտ եմ փաստը, որ ոչ բոլորն են կանչված անելու դա։ And because of the investment of time and energy that it takes and the patience that it takes. Ժամանակի եւ էներգիայի ներդրումը, հա, որ ինքը պահանջում է, ինչպես նաեւ համբերությունը, որ պետք է։ I have a good friend of mine who
is a pastor who does not do biblical counseling. Մի լավ ընկեր ունեմ, ով հովիվ է, բայց չի անում աստվածաշնչյան խորհրդատվություն։ And he openly admits that it's not a gift or ability he has. Ու նա բացահայտ ընդունում է փաստը, որ դա մի պարգև կամ կարողություն չի, որ ինքը ունի։ Because his response to someone who presents a problem to him is, number one, I will pray for you. Number two, you just need to get over it. Երբ որ ինչ-որ մեկերեն խնդիր է ներկայացնում, հայր պատասխանը հետևյալն է. Առաջին դե կաղոթեմ քո համար, երկրորդ բաները հաղթարյալը մի կերպ։ Մի բան արա։ And he's not cruel in saying that. It's just that he doesn't have the patience to bear with people over weeks of time. Ունես չինք ինչ-որ դաշան մարդ է, ուղղակի չունի այդ համբերությունը շաբաթներով մարդկանց հետ աշխատանք տանելու։ That's why every church needs not only a pastor or pastors that are equipped in biblical counseling. Սրա համար պետք է ամեն եկեղեցուն լինի հովիվ կամ հովիվներ, ովքեր զինված են, հա, ու կարող են անել աստվածաշնչյան խորհրդատվություն։ That pastor needs members of the church that are called to do biblical counseling and that are equipped to do it. Նաև այդ հովին կամ հովիվներին պետք են եկեղեցու անդամներ, ովքեր նույնպես հա կանչված են եւ ունեն գործիքները, ճիշտ գործիքները, որպեսզի աստվածաշնչյան խորհրդատվություն անեն։ He needs men who will work with men and women who will work with women. Տղամարդիկ ովքեր կաշխատեն տղամարդկանց հետ եւ կանայք ովքեր կաշխատեն կանանց հետ։ Because no pastor has the time or the energy to handle all the biblical counseling needs in a congregation. Որովհետև ոչ մի հովիվ հա չունի այդքան ժամանակ եւ էներգիա, որպեսզի այդ խորհրդատվություն բոլորի հետ խորհրդատվությունը անցկացնի համայնքում։ So what the Word of God it brings us to the recognition of our sin. Ոստի Աստծո խոսքը բերում է մեր մեղքի ճանաչմանը։ Verse 12 says, "Who can discern his errors? Declare me innocent from hidden faults." 12-րդ համարն ասում է, ով կարող է գիտակցել իր սխալները, մաքրիր ինձ իմ ծածուկ մեղքերից։ It also calls us to restraint from the sins that are habitual in our lives. Նաև մեզ կանչում է զսպվածության այն մեղքերից, որ սովորություն են դառել մեր կյանքում։ Verse 13, "Keep back your servant also from presumptuous sins. Let them not have dominion over me." 13-րդ համարը ասում է. Անձնապաստան մեղքերից նույնպես պահպանիր ծառայ, թող նրանք ինձ չտիրեն։ And it calls us, the Word of God calls us to repentance. Աստծո խոսքը մեզ կանչում է այստեղ ապաշխարության։ The end of verse 13, "Then I shall be blameless and innocent of great transgression." 13-րդ համարի վերջը, այն ժամ ես անարատ կլինեմ եւ անմեղ մեծ օրինազանցությունից։ Repentance leads us to rejoicing. Ապաշխարությունը մեզ տանում է երջանկության, ցնծության։ Verse 14, "Let the words of my mouth and the meditation of my heart, O Lord, be acceptable in your sight, my rock and my redeemer." Բերանից խոսքերը 14 համար։ Եվ սրտիս խորհրդածությունը թող քո առաջ ընդունելի լինեն, Տեր իմ զորություն ու փրկիչ։ This is the goal of biblical counseling. We want to see people rejoice in God. Աստվածաշնչյան խորհրդատվության նպատակն է տեսնել մարդկանց, ովքեր ցնծում են Աստծո։ We are not so much interested in the resolution of all their issues because some people will live with certain things all their lives. Մենք այնքան էլ հետաքրքրված չենք իրենց բոլոր խնդիրները լուծելը, որտեղ մարդիկ կան, որ իրենց խնդիրներով կապրեն մինչև կյանքի վերջ։ One of the greatest preachers in all the world and in all of history was Charles Spurgeon. Պատմության ամենահայտնի քարոզիչներից մեկը Charles Spurgeon-ն էր։ And Charles Spurgeon battled dark depression his whole life. Նա իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարում էր խորը դեպրեսիայի հետ։ And if he had not been married
to the person to whom he was married, and if he had not had the means to get away to a better climate during a part of the year, it would have killed him. Եվ That եթե depression. ամուսնացած չլիներ այն կնոջ հետ ում հետ ամուսնացել էր եւ չունենար հնարավորություն, հա, ապրելու այն կլիմայում, որտեղ որ ապրում էր, այդ հնարավոր է որ կսպաներ իրեն։ And I'm absolutely convinced that Paul battled dark depression. Ես գրեթե համոզված եմ որ Պողոսը նույնպես խորը դեպրեսիայի հետ էր պայքարում։ I believe that's the thorn in the flesh that was never taken away. Մտածում եմ որ հենց դա է խոցը, հա, որ կար իր մարմնում, որը որ երբեք չվերցվեց։ But what he learned is that the grace of God is sufficient. Բայց նա իմացավ որ Աստծո շնորհքը բավարար է։ And the grace of God would provide for his every need. Եվ Աստծո շնորհքը իր ամեն կարիքը կմատակարարի։ And he learned another lesson that is a lesson we want those we work with in counseling to learn, that for the believer, it is when we are weak that we are strong. Եվ եւս մեկ դաս, որ արժի սովորեցնենք բոլոր նրանց հետ ում հետ խորհրդատվություն ենք անում, որ որպես հավատացյալ մենք ուժեղ ենք երբ թույլ ենք։ Because Christ is the one who is revealed in and through our weakness. Որտեվ Քրիստոսն է այն մեկը, ով երևում է մեր թուլության մեջ եւ մեր թուլության միջոցով։ So let me briefly summarize Psalm 19, particularly verses 7 through 11 for us. Հիմա հակիր չա ամփոփենք ուրեմն Սաղմոս 19, particularly which verses? 7 through 11. Ավելի կոնկրետ 7-ից 11-ը։ Number one, the Word of God is perfect. It does revive our souls. Առաջինը Աստծո օրենքը կատարյալ է, այն վերականգնում է մեր հոգին։ The soul is the inner person. Մեր հոգին, մեր ներսի մարդն է։ This is really who we are as we're made in the image of God. Հենց սրանով ենք մենք Աստծո կերպարով ստեղծված։ And over time, the Word of God brings change to us. Ժամանակի ընթացքում Աստծո խոսքը փոփոխություն է բերում մեզ։ And that change will ultimately be in eternity complete and comprehensive. Եվ այս փոփոխությունը ի վերջո հավիտենության մեջ կլինի ամբողջական եւ կատարյալ։ Sometimes in biblical counseling, what the Word of God does is enables us to accept our situation whether or not we overcome our situation. Երբեմն Աստվածաշնչյան խորհրդատվությունը օգնում է մեզ հաղթահարելու փոխարեն ուղղակի ընդունել մեր իրավիճակը։ Secondly, the Word of God is sure, it gives wisdom to the simple. Երկրորդ Աստծո խոսքը հաստատ է, այն բարձին իմաստուն է դարձնում։ Simple doesn't mean simple-minded. Բարձ չի նշանակում բարձամիտ։ It refers to someone who is fully focused on living in obedience to the Word of God. Այն ցույց է տալիս ինչ-որ մեկի, ով ամբողջությամբ կենտրոնացված է, հա, Աստծո խոսքին հնազանդ ապրելու։ Thirdly, the Word of God is right. It brings joy to our hearts. Աստծո խոսքը ճիշտ է, ճշմարիտ է, այն բերում է ուրախություն մեր սրտին։ It is the only set of guidelines for living that are given to us by God and empowered by the Holy Spirit. Այն աստվածային միակ ուղեցույցն է, հա, որ հենց Աստծո կողմից է մեզ տրված եւ դրա այդ մեկտեղ տրվում է զորություն Սուրբ Հոգուց։ Turn to John chapter 16. We studied this last week. Հովհաննես 16-ը բացեք, ես ցանցը շաբաթ ենք ուսումնասիրում։ But look at John chapter 16 verses 20 through 24. Այք Հովհաննես 16 20-ից 24 համարները։ Verse 20, truly, truly, I say to you, you will weep and lament, but the world will rejoice. You will be sorrowful, but your sorrow will turn to joy.
20-րդ համարը ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա, դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի։ Now this is in a section of John where Jesus is preparing his disciples for his departure. Սա Հովհաննես Ավետարանի այն հատվածում է, երբ Հիսուսը իր աշակերտներին պատրաստում է իր գնալու համար։ And he's making more and more clear that he must die and he must depart. Եվ նա ավելի ու ավելի է հստակեցնում, որ նա պիտի մահանա եւ հեռանա իրենցից։ And Jesus wants them to know that for a little while they will be very sorrowful, but then they will rejoice. Հիսուսը հստակեցնում է այստեղ, որ մի քիչ ժամանակ իրենք վշտի մեջ են լինելու, բայց դրանից հետո գալու է ուրախությունը։ And they will rejoice in what comes after his death. Ու իրենք ցնծալու են, հա, այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենալու մահվանից հետո։ That they're about to go through great pain. Ու իրենք մեծ ցավի միջով են անցնելու։ And yet their pain will turn to rejoicing because of what Jesus is about to go through. Սակայն իրենց տրտմությունը ուրախության պիտի փոխվի այն բանի պատճառով, թե ինչ է Հիսուսը անելու շուտով։ Verse 21, when a woman is giving birth, she has sorrow because her hour has come. But when she has delivered the baby, she no longer remembers the anguish for joy that a human being has been born into the world. 21-րդ համար. Երբ կինը երկունքի մեջ է, տրտմություն է ունենում, որովհետև նրա ժամը հասել է, բայց երբ երեխան ծնվում է, այլևս նեղությունը չի հիշում ուրախությունից, որ մի մարդ աշխարհ եկավ։ I remember when our first child was born. Հիշում եմ, երբ մեր առաջի երեխան ծնվեց։ It was during a time in America where husbands were allowed in the labor room and the delivery room with their wives. We were in fact encouraged to be there. Այդ Ամերիկայում մի ժամանակ էր, երբ ամուսիններին թույլ էր տրվում ծնարանը, կոչվում ծնարան մտնել, իրականում հորդորում են, որ այնտեղ մտնենք։ And we were required to go through classes where someone prepared Anne and me for what labor and delivery were going to be like. Եվ դասերով ենք իրականում անցնում, որտեղ ուսուցիչը սովորացնում էր Անին եւ ինձ, թե ծննդաբերությունը ինչպես է լինելու։ And this woman kept saying to those of us in the class, you need to know that labor is not really painful. Եվ այդ կինը անդադ ասում էր բոլոր նստածներին, որ պիտի իմանաք, որ երկունքը այդքան էլ ցավոտ չի։ And I'd always heard that it was very painful. Դա ասել միշտ լսել եմ, որ այն շատ ցավոտ է։ So for Anne's sake, I breathed a sigh of relief. This is not painful. This lady knows what she's talking about. Կնոջս համար ուրախացա, հա, այնի համար, տենց հոգոց հանեցի հանգստության, որ դե հա այդքան էլ ցավոտ չի։ But the night that Anne went into labor with our first child and we made our way to the place to which we were going where our daughter would be born. Բայց երբ որ այնից հավերը բռնեցին ու գնացինք հա հիվանդանոց որտեղ որ երեխան պիտի ծնվեր And there were other women who were there in their own little rooms and we walked into the room and into that area and there were a lot of women screaming. Այդտեղ մտանք այդ հատվածը որտեղ տարբեր կանայք տարբեր սենյակներում են ու լսեցի թե ինչպես են իրենք գոռում. So I looked at the nurse and said, we were told that labor is not painful. Why are these women screaming? Այդի այդ բանը բուժքրոջը ասացի մեզ ասել են որ ցավոտ չպետք է լինի այս ծննդաբերությունը են գոռում. I was a first time dad and this was new to me. Առաջի անգամ այդ հայր դառնալու նոր էր այս ամեն ինչի իմ համար. But I got to see this with both of our children. Labor is painful. Բայց տեսա, հա, երկու երեխեքից դեպքում էլ թե ինչքան ցավոտ է երկունքը. And then all of a sudden you get this little child in your hands. Այդ ամենից հետո էլ փոքր երեխուն են տալիս ձեռներիդ մեջ. And there's something about that makes all of that pain and anguish worth it.
Ու ինչ որ մի բան կա դրա մեջ, որ այդ ամբողջ ցավը, տանջանքը արժանի է դարձնում։ So Jesus is saying, we're about to go through, particularly him, a very painful period. Ոստի Հիսուսը այստեղ ասում էր աշակերտներին, որ դուք սրա նման շատ ցավոտ ժամանակով եք անցնելու, But joy will be coming. բայց երջանկությունը կգա։ And so verse 22, also you have sorrow now, but I will see you again, and your hearts will rejoice, and no one will take your joy from you. 22-րդ համար դուք հիմա տրտմություն ունեք, բայց նորից պիտի տեսնեմ ձեզ եւ ձեր սիրտը պիտի ուրախանա ու ձեր ուրախությունը ոչ մեկ չպիտի առնի ձեզնից։ In that day you will ask nothing of me. Truly, truly I say to you, whatever you ask of the Father in my name, he will give it to you. Այն օրը ինձնից ոչ մի բան չպիտի խնդրեք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ խնդրեք Հորից իմ անունով նա ձեզ պիտի տա։ Until now, verse 24, you have asked nothing in my name. Ask and you will receive, that your joy may be full. 24-րդ համար մինչև հիմա դուք ոչինչ չխնդրեցիք իմ անունով, խնդրեցեք եւ պիտի ստանաք։ Now, the phrase in my name is so critical. Իմ անունով այս արտահայտությունը այնքան կրիտիկական է։ Because it means that we ask in keeping with our knowledge of who Jesus is. Դա սա նշանակում է, որ մենք խնդրում ենք իմանալով, գիտակցելով թե ով է Հիսուսը։ So we ask of the Father what Jesus would have asked of the Father if he were in our place. Ոստի մենք խնդրում ենք Հորից այն, ինչ Հիսուսը կխնդրեր Հորից, եթե նա լիներ մեր իրավիճակում։ That's what it means to ask in his name. Դա է նշանակում իր անունով խնդրելը։ So in order to increasingly pray in his name means that we must grow in our knowledge of him. Ոստի իր անունով աղոթել նշանակում է, որ մենք պիտի ավելի լավ ճանաչենք զգում թե ով է նա։ And it's wonderful that he has given us his spirit, that by his spirit and through his word we might grow in our knowledge of him. Հիանալի այն, որ նա տվել է մեզ իր խոսքը, որ խոսքի եւ հոգու միջոցով մենք կարող ենք այս գիտության մեջ աճել։ But as we're growing in our knowledge of him, there's one thing we know for sure, he is always with us. Այս գիտության մեջ աճելու գործընթացում մի բան կա, որ միշտ պիտի իմանանք, որ նա մեզ հետ է։ And this is what brings such great joy to our hearts. Ահա թե ինչն է բերում այսպիսի մեծ ուրախություն մեր սրտերին։ No matter what we go through as believers, there'll never be anything you go through that you will ever go through alone. Կապ չունի թե ինչի միջով ես անցնում, չի լինի այնպիսի իրավիճակ, որ դու մենակ լինես։ Because of the promise of God that he is with us. Աստծո խոստման շնորհիվ, հա, որ նա մեզ հետ է։ The fourth thing here is the word of God is pure. It enables us to see clearly. 4 Is it number 4? It's the next, yeah, it's the next. Սա չորրորդ բանն է, հա, որ Աստծո խոսքը մաքուր է եւ այն օգնում է, որ տեսնենք հստակ։ When our eyes are open to God, or by God, we begin to see more and more of the truth of his word. Երբ մեր աչքերը բաց են Աստծո խոսքին, ավելի ու ավելի ենք տեսնում նրա խոսքի ճշմարտությունը։ This came up yesterday and I spoke to it briefly. Սա երեք ի հայտ եկավ եւ փոքր խոսեցի այս մասին։ Biblical counseling is not to be done and should never be done by young believers. Աստվածաշնչյան խորհրդատվությունը երբեք չպետք է արվի երիտասարդ հավատացյալի կողմից։ And I don't mean young in age. Եվ երիտասարդ նկատի չունեմ տարիքով։ I mean young in their maturity in Christ. Երիտասարդ նկատի ունեմ իրենց Քրիստոսի հասունության առումով։ Biblical counseling is for the more mature. Աստվածաշնչյան խորհրդատվությունը ավելի հասունների համար է։ Those who have grown to a place where they have an adequate knowledge of the Word of God to be able to apply the Word of God appropriately to the needs of people. Այն մարդիկ, ովքեր բավականին գիտություն ունեն Աստծո խոսքի մեջ, որ կարող են ճիշտ խոսքերը ճիշտ տեղում կիրառել։
So we have to be careful in as leaders in a church in giving affirmation to someone who says, I am a biblical counselor. Ոստի զգուշ պիտի լինենք, հա, որպես առաջնորդներ եկեղեցու, երբ ինչ-որ մեկ գալիս է ու մեզ ասում է, դե հայ ես եմ աստվածաշնչյան խորհրդատու։ We need to be sure that as far as we can tell, they have an adequate knowledge of the Bible to be able to counsel others from the Bible. Նախ պիտի վստահ լինենք, որ այդ մարդը բավարար գիտելիք ունի աստվածաշնչյան, որպեսզի կարողանա Աստծո խոսքով մարդկանց հետ խորհրդատվություն անել։ The fifth thing here is the Word of God is clean. It gives us the only eternal and unchanging perspective. Աստծո խոսքը մաքուր է, այն մեզ տալիս է միակ հավերժական ու անփոփոխ հեռանկարը։ The Bible is our manual for worship. Աստվածաշունչը մեր երկրպագության ձեռնարկն է։ The Bible shows us clearly how God wants to be worshipped. Այն հստակ ցույց է տալիս, թե ինչպես Աստված ուզում որ այն երկրպագեն։ But it also shows us how we are to live. Այն նույնպես ցույց է տալիս, թե ինչպես պիտի ապրենք մենք։ And we are to live our lives in accordance with Scripture. Ու մենք էլ պիտի ապրենք մեր կյանքը ըստ Աստծո խոսքի։ The Bible is the only book in the universe that gives us the absolute truth of God. Աստվածաշունչը միակ գիրքն է այս տիեզերքում, որ մեզ տալիս է Աստծո վերջնական ճշմարտությունը։ And sixthly, the Word of God is true. Վեցորդ Աստծո խոսքը ճշմարիտ է։ It brings total and complete righteousness. Այն բերում է լիակատար, կատարյալ արդարություն։ It is the only source given by God to give us everything we need. Այն միակ աղբյուրն է, որով Աստված տալիս է այն ամենը, ինչ մեզ պետք է։ So that we can become everything God desires us to become. Որպեսզի դառնանք այն ամենը, ինչ Աստված ցանկանում է, որ լինենք։ So I want to wrap up before the break this unit on the biblical foundations for biblical counseling. Ոստի ուզում եմ հիմա ամփոփել, հա, այս հատվածը, որը Աստվածաշնչյան հիմքերի մասին է խորհրդատվության։ By reminding us of three places in Scripture that make clear the absolute sufficiency of God's Word. Հիշեցնելով մեզ խոսքից 3 տեղերի մասին, որ խոսում են, հա, Աստծո խոսքի բավարարության մասին։ First of all, in 2 Timothy chapter 4. Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ։ At the end of chapter 3, verses 16 and 17, Երրորդ գլխի վերջում 16 եւ 17-րդ համարներում Paul has taught us about the power of the Bible. Պողոսը մեզ օրացնում է Աստվածաշնչի զորության մասին։ All Scripture is breathed out by God. Ամբողջ գիրքը Աստծո շունչն է։ And because it comes from God, it is profitable for everything we need. Քանի որ այն Աստծուց է գալիս, այն օգտակար է ամեն բանի համար, ինչի կարիքը որ ունենք։ And then when he turns to chapter 4, he charges Timothy, his young preacher. Charges commands. Okay. Նա պատվեր է տալիս 4-րդ գլխում Տիմոթեոսին։ And he charges him in verse 2 with 3 words. Երկրորդ համարում 3 պատվեր է տալիս նրան։ Preach the word. Քարոզիր խոսքը։ Now one thing that pastors can forget Բաներից մեկը, որ հովիվները կարող են մոռանալ, is that when we are preaching, the word of God is addressing the needs of people. Այն է, որ երբ մենք քարոզում ենք Աստծո խոսքը, խոսում է հա մարդկանց կարիքների հոգսերի հետ։ So that is why expository preaching is so important.
Ահա թե ինչու է այսքան կարևոր բացատրական քարոզը։ Because it is exposing people to the Word of God. Դա այն բացահայտ մարդկանց համար բացահայտում է Աստծո խոսքը։ And it's the Word of God that does its work in people. Եվ հենց Աստծո խոսքն է, որ իր գործը անում է մարդկանց կյանքում։ But at the same time, we are preaching to people. Բայց միևնույն ժամանակ մենք քարոզում ենք մարդկանց։ And when a preacher is when he is preparing what he's going to preach, Երբ քարոզիչը պատրաստում է իր քարոզը, in some way, he has to have in mind the needs of the people to whom he's preaching. ինչ որ առումով նա իր մտքում պիտի ունենա հա իր լսարանի կարիքները։ And I don't know how every preacher has different ways of doing this. Եվ ամեն քարոզիչ իհարկե տարբեր ձևեր ունի սա անելու։ But every preacher should know his people well enough to know some of the issues that they're dealing with. Բայց ամեն քարոզիչ իր ժողովրդին բավականին լավ պետք է իմանա հասկանալու թե ինչ խնդիրների են առնչվում նրանք։ And as he is preparing to preach, he should be praying for those people. Քարոզը պատրաստելիս նա պիտի աղոթի այս մարդկանց համար։ That the Word of God would speak to their needs. Որ Աստծո խոսքը խոսի նրանց կարիքներին։ The pastor that followed me in the church where I was pastor for 31 years. Եկեղեցուն որ 31 տարի հովիվ է ինձնից հետո եկած հովիվը։ He does something that I never did and never heard of anybody doing. Անում մի բան, որ անձամբ չեմ արել ու չեմ լսել իրականում, որ ինչ որ մեկ այդպիսի բան անի։ But during the week while he's preparing a sermon, he will actually call people in the church and he will say, I'm preaching from, let's say, Ephesians 4:11 through 16 this week. Զանգում է շաբաթվա ընթացքում մարդկանց, հա, եկած ժողովրդին ասում է քարոզ եմ պատրաստում Եփեսացիների 4:11-ից 16-ն քարոզել է շաբաթ։ Would you mind reading that text and telling me how this text affects your life? Որ խնդրեմ այդ կարդաս այդ տեքստը ասես թե ոնց հաստում սա քո կյանքի վրա։ What is something that I should say from this text that's important to you? Կա ինչ-որ մի բան, որ ես այս տեքստից արժի ասեմ, հա, ինչ-որ բան, որ կարևոր է քեզ համար։ And some of our people have had to really get used to him doing that. They had to get accustomed to him doing that. Դա անսովոր է մարդիկ էլ պիտի սովորեն, որ հովիվը զանգում ասած բան անում։ So the number one thing Paul says to Timothy is the word is so powerful that when you stand to preach the word. Առաջի բանը, որ Պողոս ասում է Տիմոթեոսին, հիշեցնելն է, հա, թե ինչքան զորավոր է Աստծո խոսքը, երբ կանգնում ես քարոզելու, Աստծո խոսք քարոզի։ Then Paul reminds us in Ephesians 4 that we do that so we can equip the saints for the work of ministry. Հետո Պողոսը հիշեցնում է մեզ Եփեսացիների 4-րդ գլխում, որ անում ենք սա սրբերին ծառայության աշխատանքի համար պատրաստելու։ You remember that when Paul gathered the Ephesian elders for the last time that he would see them. Այժմ երբ Պողոսը հավաքեց հա Եփեսոսի երեցներին վերջի անգամ որ պիտի հանդիպեն իրար հետ։ He said to them that when he was with them, he preached the whole counsel of God. Իրենց իր խոսքերը հետևյալն են, երբ ես ձեզ հետ էի, ձեզ Աստծո ամբողջ խորհուրդը քարոզեցի։ Again, this is why in the church, in the context of biblical counseling, expository preaching is not optional. Hence այս պատճառով, հա, Աստվածաշնչյան խորհրդատվության կոնտեքստում էլ այն բանը, որ եկեղեցում բացատրական քարոզներ տակ, դա ուղղակի ձեր ընտրությունը չի մի տարբերակ չի ուղղակի։ Because we need the whole Bible to be a whole person. Մենք պետք է ամբողջ Աստվածաշունչը որպեսզի լինենք ամբողջական մարդ։ And having the Bible preached week in and week out through the course of just 1 year. Եվ Աստվածաշունչը քարոզվի, հա, ուրեմն ամեն շաբաթ մի տարվա ընթացքում makes a difference in the lives of people. Մարդկանց կյանքում դա փոփոխություն է բերում։ I was
fascinated when I came here and found out that you got 3 guys preaching and they're preaching from different places in the Bible. Ես զարմացել էի մի քիչ երբ եկա ու տեսա որ 3 քարոզիչ ունեք ու 3-ն էլ տարբեր տեղից են քարոզում։ That you're being introduced to the whole counsel of God. Այդ կերպով դու կարող ես ամբողջ Աստծո ամբողջ խորհրդին ծանոթանալ։ Then you should praise God for that. Եվ կարող եք փառք տալ Աստծուն դրա համար։ So let's take a break here. Այստեղ ընդմիջում անենք։ We'll do questions when we come back from the break and then begin our second session. Հարցերը կանենք ընդմիջումից հետ գալուց հետո ու կսկսենք մեր երկրորդ դասը։ Is that okay? Yes. Okay.